Ադրբեջանի արդարադատության նախարարը ներկայացնում էր այն քայլերը, որոնք կատարել է Ադրբեջանը, եւ այնուհետեւ որպես ամփոփում խոսքի նշեց, որ այդ բոլոր քայլերը ավելի արդյունավետ կլինեին, եթե իրենք չունենային Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը եւ ինչպես միշտ իրենց մեղադրանքները, ստախոսությունը, այսինքն օկուպացիա, այսինքն փախստականներ եւ իհարկե ստախոսությունը վերաբերում էր հատկապես վերջին դեպքերի հետ կապված, այն որ Հայաստանն է նախաձեռնել ագրեսիան Ադրբեջանի նկատմամբ ելույթի վերջում, որը նվիրված էր Հայաստանում դատաիրավական բարեփոխումների ընթացքին, պարզապես նշեցի, որ ցավով պիտի կրկին անգամ արձանագրեն, որ Ադրբեջանը սկսել է աննախադեպ ռազմական լայնամասշտաբ ագրեսիա Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի ողջ շփման գծում եւ նրանք վանություններ են իրագործել եւ խոստանգել են եւ գլխատել են, այո, մարդկանց են գլխատել, զինվորներին են գլխատել եւ ոչինչով չեն տարբերվում իսլամական պետության ահաբեկիչներից, բայց քանի որ բնականաբար եւ ելույթի հատկացված ժամանակահատվածը եւ ընդհանրապես թեման ճիշտ չէր երկարացնել, ընդհանրապես նշեցի, որ ես կդադարեցնեմ խոսելը, բայց մինչ այդ իրենք ուզում են մեջբերել հենց Եվրոպական հանձնաժողովի նախագահի խոսքերը, որ մինչ այդ թող նրանք դադարեցնեն պատերազմներ եւ դադարեցնեն կրակել։